Զուտ որպես նախաբան ուզում եմ նշել, որ այս պատմության սյուժեն շոշափում է Արցախյան 44-օրյա պատերազմի թեման։ Եվ նախքան բուն նյութին անցնելը ես ուզում եմ շատ հստակեցնել մի բան քեզ համար սիրելի ունկնդիր։ Մենք մեր այս խորքային ուսումնասիրությանը մոտենում ենք բացառապես հոգեբանության եւ գրականության պրիզմայով։ Այո, մենք ուղղակի հետևելու ենք հեղինակի տրամադրած սյուժեին, մենք այստեղ որևէ ռազմական կամ քաղաքական գնահատականներ չենք հնչեցնելու, դա մեր նպատակը չէ։ Բացարձակապես, մենք չեզոք ենք։ Եվ դա ամենաճիշտ մոտեցումն է այս դեպքում, որովհետեւ տեքստի իրական առանցքը շատ ավելի հոգեբանական է, քան կարող է թվալ։ Մեր այսօրվա գլխավոր առաքելությունն է քանդել ու հասկանալ, թե ինչպես են ծանր տրավմաները, բարձր արվեստը եւ ասենք ճարտարապետության խիստ կանոնները միահյուսվում մեր ենթագիտակցության մեջ։ Այսինքն, ինչ է կատարվում մեր ուղեղում ծայրահեղ սթրեսի ժամանակ։ Ճիշտ այդպես։ Ողջույն։ Գիտեմ, որ հիմա վազգի մեջ ես կամ միգուցե հենց այս պահին փորձում ես մի քիչ կտրվել այդ աշխատանքային եռուզեռից։ Ու պարզապես նոր բան ես փնտրում քո մտքերը թարմացնելու համար։ Դե դու լրիվ ճիշտ տեղում ես, որովհետև մենք քեզ համար առանձնացրել ենք շատ հատուկ եւ խորը մի ուսումնասիրություն այսօր։ Հաստատ։ Այսօր մենք սուզվելու ենք Տիգրան Շախվերդյանի «Ազում» խորագրով ստեղծագործության մեջ, եւ պետք է ասեմ, որ սա պարզապես պատմվածք չէ, սա գիտես ավելի շատ նման է մի հոգեբանական լաբիրինթոսի։ Շատ ճիշտ բառ ընտրեցիր, լաբիրինթոս, որտեղ ամեն մի անկյունադարձ քեզ նոր անակնկալ է մատուցում։ Ճիշտ է։ Եվ մեր գլխավոր առաքելությունն է այսօր միասին քանդել այդ գծիկը, փորձելու ենք բացահայտել այն շատ նուրբ, գրեթե անտեսանելի սահմանները, որոնք բաժանում են իրականությունը մեր երևակայությունից։ Ու նաև մարդկային խորը տրավմաները մեր ամենանվիրական երազանքներից։ Պետք է խոստովանեմ, որ սա այն տեքստերից է, որը կարդալուց հետո դու չես կարող ասենք պարզապես փակել գիրքն ու անցնել առաջ։ Լրիվ համաձայն եմ։ Այն ստիպում է քեզ անընդհատ վերադառնալ սկիզբ, վերընթերցել նախադասությունները։ Դու անընդհատ փնտրում ես թաքնված բանալիներ։ Հեղինակը շատ նուրբ հոգեբանական խաղ է որում մեզ հետ։ Նա վերցնում է փաստեր, հիշողություններ, պատրանքներ եւ դրանք այնպես է խառնում իրար, որ դու որպես ընթերցող կամ հենց մեր ունկնդիրը սկսում ես կասկածել իր իսկ ընկալումներին։ Լավ, եկեք հասկանանք։ Ինչպես է սովորական գրեթե ձանձրալի մի տուրիստական էքսկուրսիան հանգարցակի վերածվում կյանքի ու պատերազմի մասին այսպիսի խորը փիլիսոփայական ճամփորդության։ Դա ամենահետաքրքիր անցումն է։ Հա, մի պահ պատկերացրու այս տեսարանը։ Դիմում եմ քեզ, մեր ունկնդիր։ Տեսարանը, որտեղից սկսվում է ամեն ինչ։ Մեր գլխավոր հերոսը գտնվում է մի հին, ճարտարապետական առումով շատ հարուստ շենքում։ Ընթանում է էքսկուրսիա։ Տիպիկ տուրիստական միջավայր։ Ճիշտ է, շուրջ բոլորը գունավոր վիտրաժային ապակիներ են։ Արևի լույսը կոտրվում է այդ ապակիների մեջ ու սենյակում ստեղծում է ստվերների այնպիսի խաղ, որ առաստաղի գիպսե հրեշտակները կարծես կենթանանան ու շնչեն։ Շատ վիզուալ է նկարագրված։ Այո, ամեն ինչ շատ գեղեցիկ է, բայց դե մեր հերոսը հաստատ չի վայելում այդ պահը։ Բացարձակապես չի վայելում։ Նա ակնհայտորեն տանջվում է այդ միջավայրում։ Եվ գիտես, նախքան նրա գործողություններին անցնելը արժե ուշադրություն դարձնել հենց նրա անվանը։ Հա, անունը շատ խոսուն է։ Հեղինակը նրան կոչվում է Պանդուխտ, ընդ որում աղբյուրի ծանոթագրություններում հատուկ տրվում է զբաղի բացատրությունը։ Այն նշանակում է օտարական, թափառական։ Ու դա շատ կարևոր նշան է մեզ համար, չէ՞։ Միանշանակ, Պանդուխտը պարզապես պատահական անուն չէ, այն անմիջապես սահմանում է նրա հոգեվիճակը հենց սկզբից։ Նա մի մարդ է, ով իրեն օտար է զգում այդտեղ, այդ ամբողջի մեջ, կամ գուցե նաև առհասարակ այս աշխարհում։ Նա անընդհատ փնտրտուքների մեջ է։ Դա շատ լավ է նկատված, որովհետև նրա այդ օտարացումը ֆիզիկապես զգացվում է տեքստում։ Այո։ Պատկերացրու, քեզ հետ երբևէ եղել է, որ հայտնվես ինչ-որ տուրիստական խմբի մեջ ու պարզապես ուզենաս փախչել այդտեղից։ Զբոսավարի ձայնը անընդհատ զնգում է ականջներումդ, ասենք անգիր արած արտահայտություններով, որ այ ճարտարապետի մտաղաղացմամբ եւ այլն։ Հա, շատ ծանոթ զգացողություն է։ Տուրիստները հրմշտում են իրար, հետո ինչ-որ մի կին բարձրաձայն անհամբեր պահանջում է, որ իրենց տանեն տեսնելու շենքի հայտնի սև աստիճանները։ Եվ ահա այստեղ Պանդուխտի նյարդերը տեղի են տալիս։ Նա պարզապես չի դիմանում։ Ճիշտ է, նա աննկատ պոկվում է խմբից եւ ինքնուրույն գնում է գտնելու այդ նույն սև աստիճանները։ Այստեղ ամենագրավիչն այն է, որ հեղինակը հոյակապ տարածքային մետաֆոր է կառուցում։ Տես, մենք ունենք երկու բևեռ։ Ունենք լուսավոր, պաշտոնական գլխավոր աստիճանները։ Դա հասարակությունն է, դա ընդունված նորմն է։ Որտեղ ամեն ինչ բացատրված ու պարզ է։ Այո, որտեղ ամեն ինչ թելադրվում է գիդի անգիր արած տեքստերով, եւ մյուս կողմից ունենք սև աստիճանները, անտեսված, մութ, գուցե խոնավ հոտով։ Սա ուղի խղում է մեր ենթագիտակցությանը։ Այսինքն Պանդուխտի ներաշխարհին։ Միանշանակ, նա փախչում է աղմուկից, որպեսզի ինքն իրեն գտնի։ Նա փնտրում է իսկականությունը ու գեղեցկությունը հենց ստվերներում, այնտեղ, որտեղ ոչ ոք չի նայում։ Եվ սա վերաբերում է նաև մեզ։ Իրականում շատ լավ հարց է առաջանում մեզանից յուրաքանչյուրի համար։ Սիրելի ունկնդիր, որտեղ են քո սեփական սև աստիճանները։ Երբ կյանքի, այսպես ասած, գիդերը սկսում են քեզ թելադրել, թե ուր նայես, ուր ես դու փախչում քո հրաշքը գտնելու համար։ Որովհետև հրաշքները հենց այնտեղ են ծնվում։ Ու Պանդուխտի հրաշքն էլ հենց այդ մթության մեջ է հայտնվում։ Նա կանգնած այդ սև աստիճանների մոտ ու հանկարծ խավարից նրան ընդառաջ գալիս մի աղջիկ,
ոսկե գանգուր, լուսավոր։ Նա այնքան գեղեցիկ է, որ պանդուխտին թվում է, թե այդ գիպսե հրեշտակներից մեկն է կենթանացել։ Նա նույնիսկ մտածում է, թե ակնոցներն են կեղտոտ։ Հա, չի հավատում իր աչքերին։ Լավ է զգում, պանդուխտը քարացած շշնջում է ընդամենը մեկ բառ՝ Աստվածուհի։ Աղջիկը ժպտում է ու անհետանում մի բնակարանի դռան հետևում, որի վրա թվի փոխարեն գրված է ընդամենը մեկ տառ՝ խճանկարային էտառը։ Էտառը, էություն, գոյություն։ Սա շատ նուրբ միստիկա է։ Նա հենց նոր բախվեց ինչ-որ բացարձակ երևույթի հետ։ Եվ այդ կարճ հանդիպումից սկսվում է մի ամբողջ կատարյալ աշխարհի կառուցում։ Հեղինակը հենց այս կետից սկսում է խաղալ մեր զգացողությունների հետ։ Սա ինչ է։ Արդյոք սա ռոմանտիկ երիտասարդի տեսիլք է, թե այդ մութ հորին նայելը անդառնալիորեն միացրեց ինչ-որ այլ, շատ ավելի ճակատագրական ժամացույց թե հերոսի, թե ունկնդրի համար։ Գիտես, ինձ մոտ էլ հենց այդ հարցն առաջացավ կարդալիս, մտածեցի արդյոք նա արդեն երազի մեջ է, բայց հեղինակը մեզ ժամանակ չի տալիս երկար կասկածելու, պատմությունը մեզ միանգամից շպրտում է դեպի լույս, դեպի երիտասարդություն եւ սեր։ Կտրուկ անցում է կատարվում։ Շատ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է զարգանում պանդուխտի եւ այդ աղջկա, ում անունն Ագրիպինա է, նրանց ռոմանտիկ կապը։ Նրանք սկսում են ժամանակ անցկացնել միասին, քայլել քաղաքում, եւ մի հրաշալի դրվագ կա, երբ նրանք գնում են յասամանի փառատոն։ Օ, այդ հատվածը շատ գեղեցիկ է գրված։ Եվ ինձ մի բան շատ զարմացրեց։ Հեղինակը կարող էր պարզապես գրել, ասենք, նրանք շրջում էին յասամանների մեջ, բայց նա հատուկ նշում է սորտերը, անուններ է տալիս, ինչպես Մոսկվայի գեղեցկուհի, Պրիմրոզ, Մասեննա։ Ինչու այսքան դետալային։ Սա պարզապես գեղագիտական քայլ է։ Ոչ միայն։ Երբ հեղինակը օգտագործում է նման կոնկրետ շոշափելի դետալներ, նա փորձում է արմատավորել այդ հիշողությունը իրականության մեջ։ Որպեսզի մենք հավատանք, որ դա իրական է։ Ճիշտ է։ Որքան շատ են դետալները, այնքան ավելի դժվար է մեզ համար հավատալ, որ սա պարզապես պատրանք է։ Մենք սկսում ենք զգալ այդ բույրը, տեսնել այդ տարբերվող երանգները մեր մտքում։ Եվ այս անհոգության ու գեղեցկության ֆոնին հեղինակը վարպետորեն սկսում է բացահայտել նրանց երկուսի ներքին աշխարհները, որոնք շատ վառ արտահայտվում են նրանց ընտրած մասնագիտությունների միջոցով։ Այո, մասնագիտությունների կոնտրաստը ուղղակի ապշեցուցիչ է տեքստում։ Նայիր, պանդուխտը երազում է դառնալ մեծ ճարտարապետ։ Նա նույնիսկ ունի մի հատուկ նոթատետր, որտեղ քաղաքում շրջելիս գրանցում է քաղաքաշինական բոլոր սխալները, շենքերի վատ դասավորությունը, սխալ պատուհանները։ Նա հույս ունի, որ մի օր դրանք կուղղի։ Ճիշտ է, նա անընդհատ խոսում է ճարտարապետությունից։ Մի տեսարան կա, որտեղ նա Ագրիպինային բացատրում է հին հունական օրդերների տարբերությունը։ Խոսում է դորիական եւ խոնիական ոճերի մասին, նշում է ինչ-որ վոլյուտաներ։ Ճիշտ ասած, ես որպես ընթերցող մի պահ խճրջվեցի այս տերմինների մեջ։ Ինչ են նշանակում այս դորիական կամ հոնիական սյուները մեր պատմության համատեքստում։ Դա շատ լավ հարց է։ Պատկերացրու հին հունական տաճարների այդ վիթխարի սյուները։ Դորիական ոճը ամենապարզն է, այն շատ հիստ է։ Հաճախ ասում են արական կամ առնական ոճը, քանի որ առանց ավելորդ զարդարանքների է։ Պարզ ու ամուր։ Այո, իսկ հոնիականը շատ ավելի նուրբ էր, եւ դրա գլխամասում խոյակի վրա կան պարուրաձև զարդանախշեր, որոնք նման են ոլորված մագաղաթի կամ ալիքի։ Դրանք հենց այդ վոլյուտաներն են։ Հասկացա։ Եվ երբ պանդուխտը կլանված բացատրում է այս դետալները, դա բացահայտում է հենց նրա էությունը։ Նա կառուցող է։ Նրա միտքը պահանջում է կառուցվածք, կանոններ, համաչափություն։ Նրա աշխարհը քարն է։ Ծանրությունը։ Ճիշտ է, ծանրությունը։ Այն, ինչ հավերժական է ու անշարժ։ Նա ուզում է իր հաստատուն հետքը թողնել ֆիզիկական աշխարհում։ Իսկ Ագրիպինան նա լրիվ հակառակ բևեռում է։ Նա բալերինա է։ Պատմվածքում կա մի անիրական գեղեցիկ տեսարան, երբ պանդուխտը գնում է նրա փորձին։ Հրաշալի դրվագ է։ Պատկերացրու, հսկայական դահլիճ, մեծ պատուհաններ, պատերին հայելիներ, որոնք արտացոլանքների անվերջանալի միջանցք են ստեղծում։ Եվ պանդուխտը տեսնում է, թե ինչպես է Ագրիպինան ապրում, նա նրան նկարագրում է որպես սպիտակ մռիկ։ Աղջիկը ասես կտրվում է հատակից, հաղթահարում է գրավիտացիան։ Նա դառնում է անկշռելի։ Այո, պանդուխտը նայում է նրան որպես մի աստվածության, որն ի վիճակի է թռչել։ Եվ տես թե ինչ հրաշալի դիալոգ է ստեղծվում այս երկու արվեստների միջև տեքստում։ Ճարտարապետությունը, ինչպես ասացինք, քարի եւ հավերժության մասին է, իսկ բալետը ակնթարթի եւ շարժման։ Շատ կոնտրաստային է։ Իդեպ հեղինակը տեքստում հիշատակում է նաեւ Ագրիպինա Վագանովայի անունը։ Այո, նկատել էի։ Վագանովան ռուսական բալետի ամենահայտնի մեթոդիկայի հիմնադիրն է։ Նրա մեթոդը հիմնված է մարմնի, մկանների վրա աներևակայելի խիստ, գրեթե դաժան վերահսկողության վրա, եւ դա արվում է միայն մեկ նպատակով, որպեսզի բեմում այդ շարժումը թվա բացարձակապես թեթև եւ անկշռելի։ Այսինքն մեծ ջանք թեթևության համար։ Ճիշտ այդպես։ Թե պանդուխտը, թե Ագրիպինան ձգտում են կատարելության։ Նրանք երիտասարդ են, նրանց նպատակները շատ վեհ են։ Նրանք ուզում են հաղթահարել մարդկային սահմանափակումները, մեկը քարի միջոցով, մյուսը սեփական մարմնի։ Այս հատվածը կարտալիս դու անպայման հիշում ես քո սեփական երիտասարդական այն մեծ երազանքները, երբ թվում էր, թե ողջ աշխարհը քո առջև բաց է։ Ու կարող ես փոխել ամեն ինչ։ Բայց արդյոք այդ երազանքներին վիճակված է իրականանալ, որովհետև հենց այն պահին, երբ մենք ամբողջովին տարվում ենք այս ռոմանտիկայով, հեղինակը կտրուկ իջեցնում է վարագույրը։ Մենք հասնում ենք բեկումնային կետին։ Ճիշտ է, ավարտական երեկոն է։ Հեղինակը մեզ նախապատրաստում է շատ դանդաղ, նկարագրելով շքեղությունը։ Պատկերացրու պալատական մի այգի,
վարդերի թունդ բույր, մարմարե արձաններ, կենդանի նվագախումբը դասական երաժշտություն է նվագում։ Թվում է, թե սա նրանց նոր ու փայլուն կյանքի մեկնարկն է։ Եվ հանկարծ Երաժշտությունը կոպտորեն ընդհատվում է։ Լռություն։ Դեկանը մոտենում է խոսափողին եւ հայտարարում՝ սկսվել է պատերազմ։ Այդ անցումը այնքան ցնցող է, ասես քեզ վրա սառը ջուր են լցնում։ ուսումը նույնիսկ կարդալիս էր ցավոտ։ Դա շատ կտրուկ է արված, բայց հենց այդպես էլ լինում է իրական կյանքում։ Ճգնաժամը չի սպասում, որ դու ավարտես քո պարը։ Դա մակրոտիեզերքի դաժան ներխուժումն է անձնական միկրոտիեզերքի մեջ։ Բայց այն, ինչ իսկապես ապշեցնում է այս ստեղծագործության մեջ, այն է, որ հեղինակը կենտրոնանում է ոչ թե աշխարհաքաղաքականության վրա, այլ զուտ համամարտկային ողբերգության։ Սա պատմություն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ բրուտալ, անխիղճ իրականությունը ներխուժում է լուսավոր մտքերի եւ ստեղծագործ հոգիների աշխարհ։ Եվ հենց դա ենք մենք այստեղ վերլուծում, օբյեկտիվորեն արտացոլելով բնագրի հոգեբանական խորությունը։ Ճիշտ է, մենք այստեղ քաղաքական կամ հակամարտության կողմերի գնահատականներ չենք տալիս, մենք դիտարկում ենք կյանքի, երազանքների եւ պատերազմի դաժան բախումը որպես մարդկային փորձառություն։ Դա կյանքի եւ մահվան, արարման եւ ոչնչացման հավերժական բախումն է։ Որը կարող է տեղի ունենալ անկախ ժամանակից եւ վայրից։ Եվ այդ ողբերգությունը, այդ խորը անարդարության զգացումը ամենայն հզորությամբ արտայթվում է Ագրիպինայի նամակում։ Այդ նամակը պանդուխտը կարդում է արդեն ռազմաճակատում խրամատի մեջ նստած, ես ուզում եմ մի պահ կանգ առնել այս նամակի վրա։ Շատ ծանր, բայց կարևոր հատված է։ Ագրիպինան գրում է, որ ուղղակի չի կարողանում ընդունել այն միտքը, որ նման խելացի, տաղանդավոր եւ երիտասարդ մարդիկ պետք է լինեն բանակում, պատերազմի դաշտում։ Նա նշում է, որ հպարտանում է նրանով, բայց ինչ ես կարծում, այդ տողերի տակ ավելի շատ վախ կա, թե զայրույթ ընդհանուր տիեզերքի հանդեպ, որ իրենցից խլել է ապագան։ Դա բացարձակ անզորության զայրույթն է։ Նա սիրում է մի մարդու, ում ձեռքերը ստեղծված են նոր շենքեր, նոր քաղաքներ գծագրելու համար։ Բայց հիմա այդ նույն ձեռքերով նա ստիպված է զենք բռնել։ Անարդար է հնչում։ Շատ։ Նամակում նա հիշատակում է նաև նրանց առաջին գիշերը մի փոքրիկ չինական տաղավարում եւ հիշում է այն Մարգարտի ականջողը, որը պանդուխտը նվիրել էր իրեն։ Ագրիպինան գրում է, որ այդ ականջողը հիմա անցկացրել է շղթայի վրա եւ կրում է որպես վզնոց հենց սրտին մոտ։ Այդ Մարգարիտը ցեխոտ խրամատների եւ զենքերի ֆոնին, գիտես, դա այնքան փխրուն եւ մաքուր խորհրդանիշ է։ Կարծես մարդկային հոգու վերջին կարճելու տեղը լինի այս խելագարության մեջ։ Ճիշտ այդպես։ Եվ այստեղ է, որ ամեն ինչ իսկապես հետաքրքիր է դառնում, որովհետև հեղինակը մեզ երկար ժամանակ չի տալիս թխրելու կամ խորհելու։ Մենք տեղափոխվում ենք անմիջապես ռազմի դաշտ, ընդ որում ամենաթեժ պահին։ Իրադարձությունները սկսում են շատ արագ զարգանալ։ Անդուխտը հերթապահությանը նա սովորական զրույց է վարում իր զինակցի հետ, քննարկում են, թե ով ում է փոխարինելու դիրքերում, երբ են քննելու շատ կենցաղային մի խոսակցություն է։ Եվ հանկարծ մեկ վայրկյանում օդը պատրվում է զինակցի խուճապահար ճիչով։ Պարկիր, դրոնը։ Այդ պայից սկսած պատմվածքի տեմպը խելագարվում է։ Մենք կարդում ենք, թե ինչպես է պանդուխտը վիրավորվում, նա ուժեղ ցավ է զգում ոտքում, ականջներում խշշոց է, փորձում է փրկվել։ Սողում է դեպի անվտանգություն։ Այո, եւ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է հեղինակը նկարագրում նրա փախուստը հենց այդ պահին։ Նա վիրավոր ոտքը քաշ տալով իջնում է սառը, խոնավ, մութ, պարուրաձև աստիճաններով դեպի ներքև։ Սպասիր։ Երբ ես այս տողը կարդացի, ինձ մոտ ուղղակի դեժավյու առաջացավ։ Ոտքը քաշ տալով, սառը, պարուրաձև աստիճաններով դեպի խավար։ Ախր սա բառացիորեն պատմվածքի հենց առաջին նախադասությունն է։ Ճիշտ է։ Այն պահը, երբ նա թողեց էքսկուրսիան եւ գնաց դեպի սև աստիճանները։ Ճիշտ այդպես։ Զուգահեռներն այստեղ բախվում են իրար ուղղակի ճակատագրական ուժգնությամբ։ Այնինչ թվում էր, թե երկու լրիվ տարբեր աշխարհներ են, խաղաղ էքսկուրսիա եւ արյունալի պատերազմ, հանկարծ միաձուլվում են մեկ կետում։ Անհավանական է։ Եվ մինչ նա իջնում է, կամ ավելի ճիշտ ընկնում է այդ աստիճաններով, նրա գլխում խտանում են ամենախորը փիլիսոփայական մտքերը։ Նա գիտակցում է, որ պատերազմը զուտ ֆիզիկական պրոցես է, միս, արյուն, ավերածություն։ Այն գոյություն ունի միայն նյութական աշխարհում։ Մինչդեռ խաղաղությունը, սերը, արվեստը դրանք ռոմանտիկների երևակայության արգասիքներ են։ Այո։ Եվ այդ սարսափի, քաոսի եւ ցավի մեջ նրա միտքը ամուր կարճում է Ագրիպինայից։ Եվ հենց այդ ժամանակ նրա ականջներում սկսում են հնչել նոտաներ։ Դա Ջուզեպե Վերդիի հայտնի ճակատագրի ուժը օպերայի նախերգանքն է։ Շատ ազդեցիկ պահ է։ Ինչու հենց այս օպերան։ Սա ուղղակի հանճարեղ գտածո է հեղինակի կողմից։ Ինչ ես կարծում, ինչ է խորհրդանշում Վերդին այս դժոխքում։ Գիտես, ճակատագրի ուժը կամ իտալերեն La Forza del Destino պատմություն է մարդկանց մասին, ովքեր բացարձակապես անզոր են իրենց կամքից անկախ, զարգացող ողբերգական ուժերի դիմաց։ Այսինքն մետաֆոր է։ Այո, մետաֆոր է հենց պատերազմի եւ անխուսափելիության համար։ Բայց մյուս կողմից այն փաստը, որ նրա ուղեղը մահվան եզրին վերարտադրում է հենց դասական արվեստ, խոսում է մարդկային ոգու տոկունության մասին։ Նույնիսկ երբ ֆիզիկական մարմինը ոչնչանում է, մարդը փնտրում է գեղեցկություն։ Հրաշալի է ասված։ Եվ հենց այս վեհ երաժշտության ներքո էլ հեղինակը մեզ մատուցում է վերջնական գլխապտույտ առաջացնող շրջադարձը։
Այո, վերջաբանը, որը ուղակի գլխիվայր շուռ է տալիս այն ամենը, ինչ մենք կարդացել ենք մինչ այդ պահը։ Մենք հանկարծ լսում ենք, թե ինչպես է ինչ-որ մեկը խոսում հեռախոսով։ Դա շտապօգնության կանչի ձայնագրությունն է։ Լրիվ ռեալիստական տոնով։ Ձայնը ասում է, այո, շտապօգնությունն է, մի երիտասարդ տղա է ընկել աստիճանների հորը։ Ողջ է, բայց անգիտակից վիճակում է։ Ոտքը ոլորված է, մուտքը սև աստիճանների կողմից է։ Սա փոխում է ամեն ինչ։ Եվ տղան, այսինքն պանդուխտը, մի պահուշքի է գալիս եւ շշնջում է ընդամենը մեկ բառ՝ Աստվածուհի։ Վերջ։ Եվ ահա, եթե սա կապենք ավելի լայն պատկերի հետ, մենք կանգնում ենք երկընտրանքի առաջ։ Ինչ տեղի ունեցավ իրականում։ Սա այն հարցն է, որ դու որպես ունկնդիր հիմա վստահաբար տալիս ես ինքդ քեզ։ Ինձ թվում է երկու հնարավոր տարբերակ կա։ Այո, առաջին վարկածն այն է, որ պանդուխտը պարզապես ոտքը սայթաքել եւ ընկել էր աստիճանահարթակից, դեռ այն ժամանակ, հենց պատվվածքի սկզբում, էքսկուրսիայի ընթացքում։ Եվ եթե դա այդպես է, ուրեմն այդ ողջ աներևակայելի սերը, Ագրիպինան, բալետը, Յասամանի փառատոնը, այո, ավարտական երեկոն, պատերազմը, նամակը եւ անգամ դրոնի հարվածը, արդյոք այդ ամենը ընդամենը նրա տրավմայի ենթարկված ուղեղի ստեղծածն էր։ ուղղակի շոկային է մտածել այդ մասին։ Արդյոք դա մի ամբողջ կյանք էր, որ նա ապրեց այդ ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում, երբ ընկնում էր մութ հորի մեջ։ Անկեղծ ասած, դա ուղղակի սարսափեցնող եւ միևնույն ժամանակ հիացնող միտք է։ Մեր ուղեղի հնարավորությունները ծայրահեղ պահերին, բայց արդյոք դա միակ բացատրությունն է, չէ՞ որ մյուս վարկածն էլ նույնքան հավանական է ու ըստիս ավելի ցավոտ։ Միանգամայն։ Երկրորդ վարկածն այն է, որ ամեն ինչ՝ սերը, ուսանողական տարիները եւ դաժան պատերազմը միանգամայն իրական էին։ Իսկ այդ սև աստիճաններից ընկնելը ուղղակի այլաբանություն է, փոխաբերություն պատերազմական վերքի համար։ Անդունդի մետաֆոր է։ Ճիշտ է։ Դա այն խավար անդունդն է, որի մեջ պատերազմի պատճառով հայտնվում են այդքան պայծառ երիտասարդ կյանքեր։ Եվ գիտես, հեղինակը հանճարեղորեն բաց է թողնում այս հարցը։ Նա մեզ չի տալիս հստակ պատասխան։ Որպեսզի մենք ինքներս գտնենք այն։ Այո, նա թույլ է տալիս, որ դու ինքդ որոշես, թե որ վարկածն է քեզ ավելի հոգեհարազատ։ Գիտես, հիմա ուզում եմ դիմել հենց քեզ մեր ունկնդրին։ Մի պահ կանգ առ եւ վերհիշիր քո կյանքի այն պահերը, երբ զգացել ես, որ ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել։ Երբևէ պատահել է, որ որևէ ճգնաժամային իրավիճակում կամ ֆիզիկական վտանգի պահին ընդհանրապես վայրկյանների ընթացքում քո գլխում ասես մի ամբողջ կինոժապավեն է պտտվել։ Հաճախ է պատահում նման բան։ Մարդիկ, որոնց սիրում ես, որոշումներ, որ դեռ չես կայացրել, երազանքներ, որոնք մնացել են կիսատ։ Ինչու է մեր ենթագիտակցությունը հենց այդ պահերին սկսում արարել։ Եվ այսպես, ինչ է սա նշանակում վերջնարդյունքում։ Սա շատ հզոր հիշեցում է այն մասին, թե որքան աներևակայելիորեն փխրուն է մարդկային կյանքը։ Հենց դա է։ Կյանք, որը կարելի է կորցնել մի ակնթարթում, լինի դա մարտի դաշտում դրոնի անխիղճ հարվածից, թե պարզապես հին շենքի աստիճաններից անզգուշաբար սայթաքելուց։ Բայց միաժամանակ սա հիմն է մարդկային հոգու դիմադրողականությանը։ Շատ ճիշտ ես։ Համաձայն եմ։ Եվ եթե մենք նայենք մեր սեփական առօրյային, մենք հաճախ վազում ենք, հրմշտում ենք իրար կյանքի ամբոխի մեջ, բողոքում ենք մանր-մունր խնդիրներից։ Ճիշտ ինչպես այդ նյարդայնացնող տուրիստները էքսկուրսիայի ժամանակ։ Լրիվ նույնն է։ Մենք դադարում ենք նկատել գեղեցիկը եւ հազվադեպ ենք գնահատում մեր ունեցած պարզ խաղաղ իրականությունը, մինչեւ այն պահը, երբ հայտնվում ենք անկման մեջ։ Ազումը մեզ սովորեցնում է տեսնել արևի լույսը վիտրաժների մեջ հենց հիմա, քանի դեռ մենք ամուր կանգնած ենք հարթակին։ Եվ քանի դեռ սև աստիճանները պարզապես ճարտարապետական դետալ են մեր կյանքում։ Ճիշտ է։ Պինչ, մեր հատկացված ժամանակն այսօր սպառվում է, բայց մենք չենք կարող քեզ ճանապարհել առանց մի վերջին, շատ խորը մտորելու առիթի։ Մտածիր հենց այսօր քո սեփական կյանքի սև աստիճանների մասին։ Հետաքրքիր հարցադրում է։ Արդյոք կան աննկատ մութ անկյուններ, չգիտակցված որոշումներ կամ չուսումնասիրված ուղիներ քո առօրյայում, որոնք կարող են անսպասելիորեն եւ անդառնալիորեն ձևավորել քո վաղվա ճակատագիրը։ Կամ գուցե Մի պահ պատկերացրու, որ այն ամենը, ինչ դու հենց հիմա այս պահին ամենայն լրջությամբ իրականություն ես համարում, քո սերը, քո աշխատանքը, քո խնդիրները կամ նույնիսկ այն ձայնը, որը հիմա լսում ես ականջակալներով, արդյոք դա պարզապես որևէ անծանոթ մութ հորի մեջ քո անկման ընթացքում ծնված չքնաղ մի պատրանք է։ Շնորհակալություն մեզ միանալու եւ այս բարդ, բայց հրաշալի ճամփորդությանը մասնակցելու համար։ Մինչ նոր հանդիպում եւ նոր բացահայտումներ։